Ուիլյամ Սիրզ, Աստված սիրում է ծիծաղ։ Նախերգանք։ Այս գրքի բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել իրականում։ Դրանք բոլորն իսկապես գոյություն ունեցող մարդկանց մասին են։ Եվ եթե նկատեք նմանություն կերպարի եւ ձեր ծանոթի միջև, ապա շատ հնարավոր է, որ դա հենց նա է։ Բոլոր այն վայրերը, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները, նույնպես իրական են։ Չնայած նրան, որ ես խառնել եմ այն տարատեսակ հեռուստա եւ ռադիոկայանների գործողությունների տեղն ու ժամանակը, որտեղ աշխատել եմ։ Միայն անուններն են փոփոխված։ Մեղավորությունից հեռու պահելու համար այն էլ միայն այն ընկերներին, ովքեր աշխատում են կոմերցիոն ոլորտում, եւ որոնց այս հիշատակումը կարող էր վնասել։ Պատճառները, որոնց համար ես կատարել եմ այս փոփոխությունները, այսպիսինն են։ Առաջինը, ես ցանկանում եմ մնալ ռադիոյում եւ հեռուստատեսությունում։ Երկրորդը, սեփական անձիս անվտանգությունը պահպանելու համար։ Երրորդը, ես չեմ ցանկանում կիսել եկամուտս փաստաբանների հետ։ Ճամփորդելով ես արդեն անցել եմ 12 շուրջերկրյա ճամփորդություններին հավասար ճանապարհ, եւ աշխարհի բոլոր անկյուններում ես հանդիպել եմ կատարյալ հիանալի մարդկանց։ Էլ ավելի մեծ հաճույք էր ինձ համար այս գիրքը գրելը։ Ես այն չեմ գրել մրցանակների կամ փառքի համար, չնայած եւ մեկին եւ մյուսին ուրախ կլինեի։ Այլընտրանք չունեի, ես պետք է այն գրեի։ Կարդալով այն, դուք կհասկանաք, թե ինչու։ Գլուխ առաջին։ 7-րդ շանորդու 7-րդ շանորդին։ Ես շապիկով եմ ծնվել։ Ծածկոցով փաթաթված պարծենում էր իռլանդացի հերս։ Քերի Դաֆին ավելի գունեղ արտահայտվեց։ Հիսուս, Մարիա, Հովսեփ եւ բոլոր խավարանում գտնվող սրբեր, մանչը աշխարհ է եկել բոժոժի մեջ։ Առաջինն այդ մասին լուրը հայտնեց տատմերը։ Դուք հանճար եք ունեցել, բղավեց նա։ Նա ամբողջովին փաթաթված է ինչպես 7-րդ որդու 7-րդ որդին։ Դա դժբախտություն չէ, ասաց նրան հերս։ Նա հանճարեղ տղա է, թե հանճարեղ աղջիկ։ Ահռելի տղա է, եւ նա նշանված է Աստծո աջով։ Ես ծնվել եմ 1911 թվականի մարտի 28-ին, Դուլուտում, Մինեսոտա նահանգ, Pumpkin Road։ Հերս այդպես էլ չկարողացավ ինձ ներել, որ ես մոտ 2-3 շաբաթով վրիպեցի եւ շեղվեցի Սուրբ Պատրիկի օրվանից։ Որպես իրադարձություն ես զբաղեցնում էի ողորմելի երկրորդ տեղը հավի ձվի չափ կարգտահարությունից հետո, որն այն ժամանակ մոլեգնում էր Վերին լճում։ Հորս ընտանիքը ժամանակին տեղափոխվել էր Կուրտ Մարքշերի բեից եւ բնակություն էր հաստատել Կաունտի Կորկում։ Շաբաթ գիշերները հայրս քաղաքի մնացած երկու իռլանդացի Ուիլյամ Սիրզ, Աստված սիրում է ծիծաղ։ Նախերգանք։ Այս գրքի բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել իրականում։ Դրանք բոլորն իսկապես գոյություն ունեցող մարդկանց մասին են։ Եվ եթե Sample complete. Ready to continue?